94-ի զինադադարից հետո երևի մի 5-6 տարի արցախցիները ամեն օր, ամեն վայրկյան սպասում էին, որ պատերազմը կվերսկսի նորից։ Օրինակ, անձամբ ես իմ պատուհանների ցելոֆանը ապակիով եմ փոխել ընդամենը 2000 թվականին։ Անընդհատ սպասում ենք, որ այդ պատերազմը պիտի լինի։ Հետո եղավ մի հետաքրքիր բաժանում։ Ազգի մի մասը էլի շարունակում էր ամեն օր սպասել պատերազմի, իսկ մի մասը ընկել էր թմբիրի մեջ։ Թվում էր, թե պատերազմը վերջացել է։ Բայց այն մասի համար, որ անընդհատ սպասում էր պատերազմի, այդ մասին ես ինձ եմ դասում։ Մեզ համար էլ հետաքրքիր բան եղավ, ոնց որ տանը ամբուժելի հիվանդ ունենաս։ Ու նրա մահը սպասելի է, բայց ինչքան էլ դա սպասելի է, միշտ անսպասելի է լինում։ Այդ իրավիճակում հայտնվեցինք մենք։ Մենք պատերազմ սպասողներս, ամեն օր, մեզ համար էլ էր անսպասելի։ Բայց սպասելի և անսպասելի էր մեկ ուրիշ բան, որ ազգը այսպես կարձագանքի այդ պատերազմին։ Ու այդքան արագ կարձագանքի այդ պատերազմին։ Անսպասելի չէր ինձ համար, թե ինչպես այսօրվա սպաներն ու ժամկետային զինվորը կարձագանքի։ Ոչ մի վայրկյան ես չեմ կասկածել։ Նոր սերնդի վրա ես վստահ էի, որ դա լինելու է, որ անհնարին է, էլի, անհնարին է, այդ գենը մեզանից հանելը անհնարին է։ Անսպասելի էր, բայց ոչ ահաբեկող։ Այդ անսպասելիությունը բոլոր ուժերի մոբիլիզացիան բարձրացեց, մեր բոլոր ուժերի, թե ներքին, թե ռազմական, թե մարդկային ռեսուրսների ու ահավոր զայրույթ առաջացրեց մեր մեջ, որովհետև փաստորեն սա երկրորդ անգամ է, որ մեզ չհայտարարած պատերազմով են գալիս մեզ վրա։ Եղել եմ Մարտակերտում, այսինքն լուսաբացին Մարտակերտ մեկնել էր Սամվել Կարապետյանը, ու հետո նախագահան ինձ ասեց գնա Սամվելի մոտ, գնա Մարտակերտ, ու հենց ամսի 2-ից էլ ես Մարտակերտում եմ եղել։ Հենց Մարտակերտի այդ գիծը շատ բան էր, շատ լուրջ գիծ էր, որովհետև եթե հաջողվեր ճեղքել ու մտնել Մարտակերտ, շատ դժվար է գերագնահատել դրա հետևանքները աղետալի կլինեին։ Մի անգամից դե Սամվել Կարապետյանը այն ժամանակի պաշտոններ էր կատարում իր աշխատանքները։ Ինքը փոխնախարար էր, չէ՞։ Ու ինքը իրավունք ուներ եւ հրաման տալու, եւ համակարգելու, ինքը կապի մեջ էր բոլոր հրամանատարների հետ ու բարձ է, որ շտաբի հետ էր կապի մեջ։ Ես հիշում եմ, որ 3-4 ժամվա ընթացքում բոլոր այդ հնարավոր տարածքը, որտեղ իր հրահանգով, այդ որտեղով հնարավոր էր, որ ասենք զրահմեքենաները կարողանան ճեղքեն ու գան դեպի Մարտակերտ, այնպես ականապատվեց, որ անհնար է այդ ականապատման ժամերը պատկերացնել, ասենք, այդ ժամանակահատվածում մի ուրիշ ժամանակ։ Ու հետո
դեպի Մարտակերտ եկող բոլոր, ասենք, ազատամարտիկները, կամավորները, իսկ դրանք շատ էին, համակարգվում էին Կարապետյանի կողմից։ Եթե ամսի երկուսին, հա, այդ անսպասելիության մոմենտը, ասենք, եւ ինչ որ միտեղ խոճապի մոմենտը, ինչ որ միտեղ թե ինչ կլինի, ինչ չլինի, ամսի 3-ի կեսօրից հետո այդ ամենը ինչի չէր եղել։ Արդեն ամսի 3-ին կեսօրից հետո արդեն նորմալ մարտական գործողություններ էին ընթանում, ինչպես ասենք առաջի պատերազմի ժամանակ։ Ոնց որ այդ ռազմական գործողությունը մեկ օր չէին տևում, ասենք մեկ տարի էին տևում, արդեն ամեն ինչ հունի մեջ էր ընկած, հասկանում եք, ռազմական հունի մեջ էր ընկած ամեն ինչ։ Ես չեմ կարող ասեմ, որ ինչ որ մի ստորաբաժանում ինչ որ մեկը իր խնդիրը չի կատարել, շատ հետաքրքիր է, ու հետո այն ինչ որ չկար շատ շուտ լրացվեց, թե Արցախից, թե ուրիշ զորամասերից, այսինքն պարզավոր տեղից, չեմ մանրամասում։ Մեր հրետանին հրաշալի էր աշխատում, ու երկրորդը հրետանին փաստորեն այնքան արկեր օգտագործեց այդ 4 օրվա ընթացքում, ինչքան չէր օգտագործել, ասենք, անցյալ պատերազմի, ամբողջ պատերազմի ընթացքում, ու աշխատում էին շատ լավ։ Իմիջիալից պետք է ասեմ, որ հրետանավորները շատ լավ պատրաստված էին մեզ մոտ, թե հրամանատարները, թե ժամկետային զինվորները հրաշալի էին աշխատում, փայլուն էին աշխատում։ Եթե ամսի, ասենք, երբ կանգնեցվեցին, թե 5-ին, չեմ հիշում։ 5-ին էլի։ Չնայած այդ կանգնեցնելն էլ այդ մի քիչ որ հայտարարեցին, որ կանգնել է, դա էլ էր պայմանական, ճիշտն ասած, որովհետև փաստորեն Մարտակերտի ամենաուժեղ հուժկու ռմբակոծությունները հենց Մարտակերտ քաղաքի մասին է խոսքը։ Եղել է ապրիլի 27-ին, 28-ին։ Իհարկե, ապրիլի 27-ին, 28-ին։ Զոհեր ենք ունեցել դրանից հետո մեր լավագույն սպաներից։ Այսինքն ես այդ քարորիա արտահայտությունը չեմ օգտագործում, ինձ համար դա ապրիլյան պատերազմ է։ Ես ոչ վերլուծաբան եմ, ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ տիրապետում եմ այս նորագույն մասնագիտություններին, որ հիմա շատ է։ Ես կարող եմ ուղղակի պրակտիկորեն ասել, լինելով եւ Արցախյան առաջի պատերազմի մասնակից եւ ասենք այս ապրիլյան պատերազմի մասնակից, ես կարող եմ իմ դիտարկումը ասեմ։ Ոչ մի գաղտնիք չկա։ Հայը նույն հայն է, ինչ որ եղել է 90-ականներում, թուրքն էլ նույն թուրքն է, որը եղել է 90-ականներում։ Ոչ մի բան փաստորեն չի փոխվել։ Ոչ ուժերի հարաբերություններն է փոխվել մարդկային առումով, ոչ զենքերի, զինատեսակների հարաբերությունն է փոխել մեծ հաշվով, ոչ մի բան չի փոխվել։ Այն ժամանակ էլ թուրքը ունեցել է շատ ավելի լավ զենքեր, քան մենք ենք ունեցել, շատ ավելի հսկայական քանակով, շատ ավելի շատ մարդկային ռեսուրս, շատ ավելի շատ երկրներ իրեն օգնող, իդեմս Թուրքիայի, իդեմս իրեն վարձկանների, որոնք Պակիստանից, ասենք,
Աֆղանիստանից սկսած Չեչնիայով վերջացրած իր շարքում էին։ Ոչ մի բան չի փոխվել։ Ամեն ինչը նույնն է, նույն հարաբերության մեջ է։ Բայց մենք ունեցել ենք մեր ոչին, մեր արդարության զգացողությունը, մենք մեր հողի վրա ենք։ Ու ցանկացած հայ իր հողի վրա կանգնած զգում է, որ ինքը պատմական արդարության մի շատ փոքրիկ մասն է իրականացրել իր ազնազոհությամբ։ Ամեն մեկս մենք զգում ենք, որ մենք մեր հողի վրա կանգնած ենք միայն մի բանի համար, որովհետև ասել ենք, երբեք էլ հայազգը պիտի ցեղասպանություն չապրի։ Մենք թույլ չենք տա։ Ըստ իս դա է մեր գաղտնիքը։ Խելոք բաներ չեմ կարող ասել։ Եվ վերջի հարցը, Ժանա ջան, հավատում եք, որ Արցախում հարատև խաղաղություն կհաստատվի։ Իսկ դուք հավատում եք, որ երկրագնդում որևէ երկրում հարատև խաղաղություն կհաստատվի։ Իհարկե չեմ հավատում։ Ոչ մի երկրում չի կարող հարատև խաղաղություն հաստատվի։ Բայց ես գիտեմ, որ մենք պետք է հարատև պատրաստված լինենք պատերազմի, որ այդ ժամանակահատվածը հնարավորին երկար ենք։ Այդքան մի բան։